Ձիթապտղի յուղի այս տեսակը կարելի է օգտագործել ճաշեր պատրաստելիս։ Կարելի է տապակել նրանով թե բանջարեղեն, թե մսեղեն։ Եվ գոյություն ունեն ձիթապտղի յուղի տեսակներ սառը օգտագործման համար եւ տաք։ Ահա իմ ձեռքում կա թունիզյան արտադրության այս հրաշալի ձիթապտղի յուղը, որը ջերմաստիճանի բարձրացման ընթացքում չի կորցնում իր հատկությունը։ Ինչպես տարբերակել այս յուղը։ Խանութում փորձեք գտնել շշերի վրա նման նշաններ, որը նշանակում է, որ այն կարելի է օգտագործել խոհանոցում, տաք ջերմաստիճանում եւ այսպես։ Սա տաք օգտագործման տարբերակն է, իսկ որպեսզի չշփոթեք, գոյություն ունի նաեւ սառը օգտագործման համար նախատեսված ձիթապտղի յուղ, որով կարելի է պատրաստել բազմաթիվ աղցաններ։ Սա խորհուրդ է տրվում օգտագործել սառը վիճակում, քանի որ տաքացնելիս նա կորցնում է իր հատկությունները եւ գաղտնիք չէ, որ ձիթայուղերը տաքանալիս առաջացնել կոնցերոգեն նյութեր։ Եղեք տեղեկացված։